Ամեն տարի Հարության տոնից հետո 14-րդ կիրակի օրը հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնը, որին որ մենք կոչում ենք ջրոցի, լավագույն դեպքում Վարդավառ։ Այսօր հուլիսի 12-ն է, դրսում մարդիկ նշում են ջրոցին, բայց շատ քչերն են, որ նշում են պայծառակերպության տոնը։ Ցավոք այսօր մեր հասարակության մեծ մասի համար զուտ մի հատ փոքր առիթ է պետք, օրը զվարճանքի, տոնակատարության, քեֆի վերածելու ու ոնց որ մկրտությունը, որը որ էլի ցավոք այսօր մեր համար զուտ դառել է քեֆ անելու առիթ, նույն ձև էլ Վարդավառը, այսինքն պայծառակերպության տոնը զուտ դարձել է ջրոցի խաղալու ու զվարճանալու տոն։ Պայծառակերպության դրվագը ներկայացվում է 4 ավետարաններից 3-ում, որտեղ որ Քրիստոս իր 3 աշակերտների հետ բարձրանում է Թաբոր լեռը, որտեղ որ պայծառակերպվում է, իր աշակերտներին ներկայանում է իր աստվածային էությամբ ու հենց այս խորհուրդն է կրում պայծառակերպության տոնը, որը որ հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է։ Ու սրան հակառակ տենում ենք, որ Վարդավառը այսօր ստացել է իր եկեղեցական հոգևոր տոնից դուրս մի հատ լրիվ ուրիշ իմաստ, որը որ հենց ջրոցին է, այսինքն մարդկանց համար ամբողջ տոնի իմաստը ջրոցի խաղալն է։ Իհարկե ի սկզբանե ոչ մի խնդիր չկա ջրոցի խաղալու մեջ, բայց երբ որ ջրոցի խաղալը մղվում է առաջին պլան, իսկ տոնի հոգևոր աստվածաբանական իմաստը ընդհանրապես մոռացվում է, այդտեղ արդեն մեծ խնդիր է առաջանում։ Դե իսկ այն վիճակը, որը որ տիրում է քաղաքում ջրոցու օրը, ինձ թվում է ներկայացնելու ընդհանրապես կարիք չունի, որովհետև բոլորս էլ տեսնում ենք, թե այդ օրը ինչ է կատարվում ու ցավոք սրտի շատ դեպքերում շատ զզվելի վիճակ է լինում։ Ու էլի սրան էլ հակառակ կան շատ քիչ մարդիկ, ովքեր որ օրվա խորհուրդը անցկացնում են եկեղեցում կիրակնօրյա պատարագին, որտեղ որ հենց ներկայացվում է պայծառակերպության տոնի ամբողջ էությունը, օրվա պատարագիչ քահանան քարոզով է հանդես գալիս օրվա տոնի խորհրդի մասին, իսկ դրսում մարդիկ սպիտակ շորհաքած աղջիկ են ման գալիս, որ գտնեն ու ջրեն։ Ու ինչ որ չափով հենց այս ամեն ինչի պատճառով է, որ շատ աղանդավորական խմբեր մեզ մեղադրում են հեթանոսական տոն նշելու մեջ, որովհետև իրանք էլ այդ տեսնում են ու այդ ակնհայտ է, որ այսօր մենք ավելի շատ կենտրոնացած ենք իրար ջրելու վրա, քան թե պայծառակերպության խորհրդի վրա, ու այդ ամեն ինչը տեսնելով իրանք գալիս են այն եզրահանգմանը, որ Վարդավառը հեթանոսական տոն է, ընդհանրապես քրիստոնեական խորհուրդ չունի, ինչը որ միանշանակ տենց չի, ու այդ տպավորությունն էլ ստեղծվել է նրա համար, որովհետև ցավոք հանրության մեծ մասը պայծառակերպությունը զուտ ընկալում է որպես ջրոցի խաղալու տոն։ Մի խոսքով մի տոնեք ջրոցին, այլ տոնեք Վարդավառը, ավելի կոնկրետ պայծառակերպության տոնը։